Ձեր թիմակիցները վերջերս երբ ձեր նկատմամբ թիրախավորում գնաց ասուլիսից հետո 7 նախագահի հարող շրջանակներից սկսեցին անկեղծ հարցեր բարձրացնել 2018-ի իրադարձությունների մասին, ընդ որում հարցեր, որոնք մենք մի քանի տարի ես գոնե որպես լրագրող բարձրացնում եմ եւ այդ առումով ուրախալի էր, որ падգամավորները արդեն սկսեցին այդ հարցերը բարձրացնել։ Հիմա քան որ падգամավորները խոսել են, շատ ուղիղ ուզում եմ ձեզ հարցնել։ Դուք հարցեր ունեք 2018 իրադարձությունների մասին, եթե կան դրանք որոնք են, եւ երկրորդը, երբ նախագահի Փեսան հայտարարել է, որ Արարատ Միրզյանը Թուրքիայի գործակալ է, եւ իրենք դրա մասին նախորոք իմացել են։ Հանրապետականները հայտարարում են, որ Նիկոլ Փաշինյան թուրք-ադրբեջանական հեղափոխություն է իրականացրել, եւ իրենք դրա մասին իմացել են։ Ընդհանրապես, եթե դուք լինեիք երկրի նախագահը կամ վարչապետը, եւ ձեզ ԱԱԾ-ն զեկուցած լիներ, որ ահա Թուրքիայի գործակալը, որը մենք բացահայտել ենք տարիներ առաջ եւ թուրք-ադրբեջանական ազդեցության ինչ-որ մարդիկ գալիս են ձեզ տապալելու, արդյոք ձեր գործողությունները կլինեն այնինչ եղավ 2018-ին։ Ձեր հարցի երկրորդի մեջ չեմ ուզում մտնել։ Եթեներով չխոսանք։ Այդ իրադարձությունների վերաբերյալ ես եւս էլի հողում եմ անում, ասելու են գիրքն է բանանանք իրենք գովազդում, բայց գրելում այն ժամանակ։ Խի եմ հիշեցնում եւս մեկ անգամ վերջի էջերն, որ տպավորություն չստացվի, որ ես հիմի եմ դա ասում։ Ես 18 թվականի երգիրքը պատրաստ ես դրա մասին ասել եմ։ Այդ իմ պատկերացումները թե ինչ կատարվեց եւս գրել եմ։ Այս ընթացքում 18 թվականից հետո չենք խոսում դրա մասին եւ ես նաեւ հնարավորին մեր եւ падգամավորական խմբի հետ եւ մյուսների աջակիցների հետ ասում են դրա ժամանակի պետք չէ այդ թեմա շոշափ։ Ինչ կատարվեց իմ մամուլի ասուլիսից հետո այդ մեծ մամուլի ասուլիսից հետո մի երկու հոգի բորբոքվեց, երկու-երեք հոգի։ Ես չհասկացա թե խին բորբոքվել։ Նույնիսկ մեկը ասաց, ես մենք ուրախացել էի, որ Քոչարյանը եւ քաղաքական դաշտում չկա, այս ինչի է։ Ու դրան հետևեց արդեն հայտնի ինչ որ հարցազրույցներ, հայտնի լայվեր եւ այլն։ Եվ այդ պարագայում վերջը պատասխան պետք է տային, հնարավոր չէ պատասխան չտա։ Եվ սկսեց այս հրաձգություն։ Մենք չենք տախազանել։ Հակառակը ես այդ տեսանկյունից ինչքան հնարավոր է զսպում էի։ Իշխանափոխությունը շատ ծանր հետևանքների բերեց։ Իսկապես ծանր հետևանքներ եւ համոզված եմ եւ հանրապետական կուսակցության համար եւ երրորդ նախագահի։ Ըստ ես մի քվարտյան կասկած չունեմ, որ շատ ծանր ընտանում այն ինչ որ եղել։ Եվ հասկանում եմ, որ իրենք ունեն եւ պետք է ունենան իրենց բացատրությունը, թե ինչու էր այսպես։ Ես այս բացատրությունը իրենց իրավունքն այդ բացատրություն ունենալ եւ հարամցնել մեր ժողովրդին։ Ես ունեմ իմ բացատրությունը, իմ պատկերացումը, թե ինչ կատարվեց այդ օրերի ժամանակ, որը այդքան չի համընկնում հանրապետականների։ Իրենց մոտիվացիան ես հասկանում եմ, անկեղծ հասկանում եմ։ Համոզված եմ, որ սրտի խորքում ամեն մեկը ասում որ իմանայինք, որ վերջ ցենց ալինելու այն ժամանակ մեզ ուրիշ ձևի կդրսևորենք։ Հիմա ինչ եղել, բայց նայեք, եղել է փորձեմ ավելի բանաձևի տեսք տալ հեղափոխության վտանգի պարագայում եղել է իշխանության փոխանցում, բայց հեղափոխության վտանգի արկայության պարագայում հիմա ավելի ճիշտ ձևակերպել հետևյալ հարցերի պատասխան ունենալ պատճառները որն էին, տրիգերը որն էր եւ հնարավոր է դա խուսափել թե ոչ, չէ՞ սա է երևի հիմնական Այլ ասում ինչ պետք դուք կանեք դրա մասին հիմնական հարցերը սա է հիմա պատճառները հետևյալն են հսկայական լարվածությունները երկրի ներսում դրա ինդիկատորները կային եւ էլեկտրիկ Երևան կար եւ
16 թվականներ, եթե չեմ Ծեծում։ սխալվում, գնդի այդ զավթումը 3 զոհ եւ գնդի այդ 3 զոհի պարագայում ահաբեկչական ակնհայտ գործողության հազարավոր մարդիկ դուրս են եկել ի պաշտպանություն ահաբեկիչների։ Դա նորմալ չէ։ Ես այն ժամանակ նաեւ հրապարակային ասացի, դա տեղին քարտ է։ Չափազանց մեծ բաներ, ասենց հակում կար քաղաքական մոնոպոլիայի, տնտեսական մոնոպոլիաների եւ սա միարտացում էր ուղղակի։ Հանրային շատ լուրջ լարվածություն էր ստացվում։ Այն ընդդիմությունը, որը պետք էր դրա դեմ պայքարեր, ներառվել են հանրապետականի ցուցակի մեջ եւ այսպես ասենք ոնց որ բաներ քաղաքական ինչ որ դիզայնի բան կար, ստե որ ընդդիմության դաշտը Դատար։ թարմացնելու ինչ որ տպավորություն կա, որ այդպիսի մի ծրագիր կար, որովհետեւ գործող ակտիվ ընդդիմադիրները հայտնվել են իշխանական ցուցակներում եւ նոր դեմքեր են հայտնվել այդ դաշտում, որից մեկը նաեւ Նիկոլ Փաշինյանն է։ Դրա համար է այդ հարցերը ցենց օդում կախված։ Հիմա իմ մոտ հարցը հետեւյալն է. լավ, չէին զեկուցում, որ կա լարվածություն։ Նույն եւ հանրապետական շրջանակներից եւ համապատասխան մարմիններից։ Տրիգերը եղավ, հիմա այդ առաջին մասը։ Տրիգերը եղավ, երբ երրորդ նախագահան ընտրվեց վարչապետ։ Ակնհայտ է, չէ՞ որ տրիգերը դա էր։ Մաստե հարց է առաջանում, իսկապես ոնց եղավ, որ դուք չգնահատեցիք իրական լարվածության աստիճանը։ Այդ հարցը կային, ուրեմն չգնահատվեց։ Լավ, աղցից են չէին զեկուցում, կամ հանրապետականներ 150,000 մարդ կա մարզային կառույցներով եւ այլն, իրենք չէին ասում, որ կա լարվածություն։ Իմ տպավորությամբ ստե 17 թվականի խորհրդարանական ընտրությունները, որի բեռը հիմնականում sense քաշող բեռը եղել է Կարեն Կարապետյանի վրա, հանգստացրեց, ասացին, հա, այս ինչ որ եղավ անցավ եւ հնարավոր է շարունակել։ Իմ տպավորությունը սա, իմ գնահատականը սա է։ Եվ այն ժամանակ երևի թեկուզ կար խոստում, որ այլևս պաշտոն չեն զբաղեցնելու, այնուամենայնիվ երրորդ նախագահը որոշեց ընտրվել վարչապետ։ Եվ սա պայթեցրեց վիճակը, ուրեմն լատենտային այդ լարվածությունը մնում էր, մարդիկ հույս ունեցան, որ սա կփոխվի, վերջ իշխանությունից են հոգնում մարդիկ, որ երկարանինում հոգնում են։ Հեսա Կարեն Կարապետյանը կգա եւ բան կփոխվի, ինչ որ հույսերը առաջացրել եւ պարզվեց, որ ոչ։ Սա վիճակը պայթեցրեց։ Այդ տրիգերը սա էր։ Եվ ինչ վերաբերում է հնարավոր էր խուսափել, թե հնարավոր չէ։ Ես համոզված եմ, որ հնարավոր է։ Եվ հիմա այդ անխուսափելիությունը փորձում են հիմնավորել հետեւյալը, որ չեն կարակելու ժողովրդի վրա, սա այն է։ Ասում են դուք թիկունք չկանգնեցիք հանրապետական ինչպես իրենք ձեզ։ Հիմա նայեք, հիշի այդ հարցը, ես նրանք անդրադարձ կունենամ։ Ասում են, որ մենք չենք կրակելու։ Սև ու սպիտակ է ավիրացում, իսկ ով ասում, որ պիտի կրակեիք։ Իսկ ինչի հանգուցալուծումը դուք տեսնում եք միայն կրակելու մեջ։ Ընդհանրապես պետք է փորձել իրենց շրջանակներից գտնել մի մարդ ընտրել, դուք ունեք մեծամասնությունը խորհրդարանում, մի մարդ, որը ասենց պինդ նաև բնավորություն ունեցող մարդ, ամուր մարդ, 150,000 հանրապետականներից ընտրել այդ մարդու եւ փորձել վիճակը հանգստացնել։ Կարող է ստացվեր, կարող է չստացվեր, կարող է, բայց փորձ կանեք։ Ես համոզված եմ, որ կստացվի։ Եթե ճիշտ մարդու վրա կամենք, կամ եթե հանրապետական չի, այլ մարդ գտնեն, որը ուղիղ կապ չունի հանրապետականների հետ, բայց որը պետական կառավարման փորձ ունի եւ որը այսպես կհանգստացներ մտնոլորտ։ Կարեն Կարապետյանի անունը կհանգստացվեր։ Ես համոզված եմ, որ եթե ընտրվեր հենց սկզբից Կարեն Կարապետյանը, այս պատմությունը չէր լինի։ Հիմա Կարեն Կարապետյանը իրենք ասում են, որ ինքը հրաժարվեց։ Լավ։ Ինքը ընդամենը մի քանի ամսվա հանրապետական էր։ Էլ մարդ չկար, լավ, ինքը հրաժարվեց, ուրիշ մարդ։ Իմ գնահատականը սա է։ Միշտ եթեներով խոսալ հետ գնալը մի քիչ դժվար բան է, որովհետև այդ եթեն տարբեր սցենարներ ունի։ Բայց դա իմ վերսիան է այդ։
իրադարձությունների եւ հնարավոր զարգացումներ։ Հիմա ես ընդունում եմ, որ հանրապետական կուսակցության վերնախավը, ես չեմ ուզում կուսակցությանը եւ վերնախավը ասենց նույնացնել, չեմ ուզում։ Բայց վերնախավը ունի իրենց վերսիան այդ իրադարձությունները եւ այդ վերսիան եւս գոյության իրավունք ունի։ Բայց դա չի նշանակում, որ բոլորս պետք է մտածենք այնպես, ինչպես իրենք են մտածում։ Իմ մտածումը սա է։